Ռուսաստանի Դաշնությունում հունիսի 1-ից գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման նոր համակարգ, որը վերաբերում է ԵԱՏՄ երկրներից, այդ թվում Հայաստանից, ավտոմոբիլային ճանապարհով ներմուծվող բեռներին։ Նոր կարգի համաձայն առանց ռուսաստանյան ներմուծողի կողմից ձևավորված համապատասխան փաստաթղթի եւ QR կոդի բեռի մուտքը Ռուսաստան կարող է չթույլատրվել։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի արտահանողները պետք է նախապես ապահովեն տվյալների փոխանցումը, ներառյալ ապրանքի բնութագրերը, փաստաթղթերը եւ տեղափոխման մանրամասները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժ է կորցրած է ճանաչել Այլանդս կուսակցության գրանցումը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Որոշումն ընդունել են ընտրապայքարից կուսակցության ինքնաբացարկի դիմումի հիման վրա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ ընտրություններին այլևս չի լինի 13 համարի քվեաթերթիկ։ Երևանյան լճի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով Հրազդան գետի վրա տեղադրված աղբավորիչ սարքերով 1 տարվա ընթացքում հավաքվել է շուրջ 75 խորանարդ մետր կենցաղային աղբ։ Աղբավորիչ կայանները տեղադրվել են Արաբկիր եւ Շենգավիթ վարչական շրջաներում, իսկ այս տարի նախատեսվում է կառուցել եւս մեկը։ Քաղաքապետարանը ծրագրի համար արդեն հատկացրել է շուրջ 120 միլիոն դրամ։ Մաքսանենք ճանապարհով խոշոր չափի թմրամիջոցներ Հայաստան ներմուծելու փորձը կանխվել է։ Երևանի Հովսեփ Էմինի փողոցում ձերբակալվել է Գյումրու 54-ամյա բնակիչը։ Նրա Opel Astra ավտոմեքենան խուզարկության ընթացքում հայտնաբերվել է շուրջ 1 կիլոգրամ 100 գրամ մարիխուանա։ Կասկածյալը կալանավորվել է եւ տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։ Ակտիվացել են հեռախոսների միջոցով +63, +212 կոդերով ֆիշինգային հաղորդագրություններով իրականացվող զեղծարարությունները։ Խաբեբաները ներկայանում են որպես օպերատորների աշխատակիցներ եւ առաջարկում հեռախոսում փոփոխություններ անել, իբր ինտերնետը կամ 5G ակտիվացնելու համար։ Կենտրոնական բանկը հորդորում է չբացել կասկածելի հղումներ, չտեղադրել անհայտ հավելվածներ, չկիսվել գաղտնաբառերով ու հաստատման կոդերով, ինչպես նաեւ արգելափակել եւ որպես spam նշել նման հաղորդագրությունները ու զանգերը։ Կրակոցներ եւ սպանություն Նորապատ գյուղում։ Ոստիկանությունից հայտնում են, որ գյուղի գերեզմանատանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել 63-ամյա կնոջը։ Վերջինիս որդին էլ իր անունով հաշվառված որսորդական զենքով կրակոցներ է արձակել։ Ֆոտոլրագրող Շամշյանն էլ դեպքի վայրից հայտնում է, որ 3 անձ մահացել է, մեկը վիրավորվել, իսկ կրակոցներ արձակած անձը ներկայացել է ոստիկանություն, խոստովանել կատարածը եւ հանձնել զենքը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։